Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է առողջապահական հաստատություններ, հետևելու ապահովագրության ներդրման ընթացքին։ Պոլիկլինիկաները պիտի լինեն այս ստանդարտին, թարմացված ենթակառուցվածքներ, սարքավորումներ, բժիշկներ, որոնք որ անցել են լիցենզավորում եւ հավաստագրում են անցել, այսինքն մեր բուժծառայությունների որակը առաջային օղակում մեր համար չափազանց կարևոր է եւ այս ճանապարհով էլ ընթանում ենք։ Ուրախ եմ նաեւ, որ մեր քաղաքացիները իրենց աչքի առջեւ տեսնում են, թե ինչպես է փոխվում պոլիկլինիկական ծառայությունը, ինչպես է դառնում նաեւ հասանելի։ Շնորհակալ եմ նաեւ, որ գնահատում եք, որ ապահովագրության շրջանակներում այն բոլոր հետազոտություններն ու բուժումներն ու դեղերը, որը շատ դեպքերում անհասանելի էր, այսօր պետության շնորհիվ կարող ենք ձեզ տրամադրել։ Կարող եմ ավելացնել։ Մենք եռամսյակի կտրվածքով Շիրակի մարզի պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները սպասարկել են 110,000-ից ավել քաղաքացիներ եւ մեր 110,000 քաղաքացիներ կարողացել են օգտվել առողջապահության ընդհանուր ապահովագրության ծրագրից, նաեւ սարքավորումների, վիրահատությունների եւ այլն, եւ ընդհանուր առմամբ միայն այդ 110,000 քաղաքացիներ պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաների սպասարկման վճարը, որը փոխանցվել է մեր մարզի բժշկական կենտրոնների 500 միլիոն դրամ շահել։ Եվ շատ կարևոր է, որ այս բժշկական ծառայությունները հասանելի դարձնելու ու դրա դիմաց փոխհատուցման շնորհիվ պոլիկլինիկաները սրանից հետո իրենց ընթացիկ վերազինումները կարողանալու են հանգիստ իրենք իրականացնել, որովհետև մինչ այդ միայն կառավարության շնորհիվ է, որ կարողանում ենք օրինակ ռենտգեն կամ սոնոգրաֆիկ սարք ձեռք բերել, այո մենք դա անում ենք, դեռ շարունակում ենք, բայց վստահ եմ, որ այս ապահովագրության շնորհիվ նաև կենտրոնները կարողանալու են անընդհատ հագեցնել անհրաժեշտ սարքավորումներ եւ ենթակառուցվածքներն էլ պահեն եւ ընթացիկ վերանորոգումները անեն։ Մենք բացի այս եռամսյակի ամփոփումից տիկին նախարար մենք վերլուծել ենք պոլիկլինիկաների Գյումրու պոլիկլինիկաների ֆինանսական ոսկերը եւ տնօրենների հետ խորհրդակցության արդյունքում որոշում ենք կայացրել նաեւ սպասարկող անձնակազմի աշխատավարձի մի փոքր բարձրացնել, որը եւս շատ կարեւոր է, որովհետեւ ոսկերը շատ են ու իրենք իրեն չափով կոնե մի քիչ ֆինանսական հագեցածություն դնեն։ Շատ լավ, հիմա մեր առաջին նաև խնդիրներից է մեր այս ոսկերի կառավարումը ավելի օպտիմալ դարձնել եւ հիվանդանոց, պոլիկլինիկա, այդ փոխգործակցությունը շատ ավելի կոորդինացված իրականացնել, որ մեր քաղաքացիները ստիպված չլինեն ինչ որ բաների համար կրկնակի այցելել պոլիկլինիկա եւ վստահ եղեք, որ առաջիկա մեր աշխատանքների որոնք որ արդեն ընթացքի մեջ են, արդյունքում ձեզ համար շատ ավելի հարմարավետ է լինելու նույն ապահովագրության շրջանակներում ծառայություններից օգտվելը։ Լավ եղեք, այսօր էլի մի քանի հանդիպումներով կլինեմ ուղիղ եթերում ցույց տալու, թե ինչպես է վերափոխվում առողջապահական համակարգը մեր երկրում եւ կոնկրետ այսօր Շիրակի մարզում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով շնորհավորել բոլորին սահմանապահի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց ծառայության համար։ Կարևոր նորությունը, որ մենք ունենք, արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահյուսակների մեջ դրած։
Սա իհարկե տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ զորքերի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ եւ սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Եվ մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները, սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով, առաջիկայում իհարկե մենք կշարունակենք եւ ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատումը։ Մենք օրակարգում իհարկե ունենք նաեւ Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը եւ վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք եւ սրանով ըստ էության Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը կամփոփվի եւ մեր պետությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա։ Ես ուզում եմ ելին գծել, որ խաղաղության հետ զուգահեռ սահմանապահը Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ցանկացած պետության, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության մասին եմ ես հիմա խոսում, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության կարևորագույն սիմվոլներից է։ Եվ մեր ցանկությունն է նաեւ, որ երբ որ ասում ենք, որ սահմանը կսահմանազատվի, սահմանագծվի, մեր ցանկությունն է, որ մեր բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունը իրականացնել մշտական տեղակայման վայրերում։ Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակը իր ծառայության մեծ մասը անց է կացնում խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն։ Իհարկե, մենք հիմա նաև սահմաններին ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումը այն է, որ X պահի մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերը այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն։ Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք իհարկե ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում եւ մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում եւ այդ փոփոխությունները միանշանակ դրական են եւ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը եւ նաեւ սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվել, որովհետեւ ելի ասում եմ, սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն սիմվոլ է, միևնույն ժամանակ ինքնիշխանության, անկախության, անվտանգության, որովհետեւ այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա եւ այս վստահության բերումով է, որ պետությունը, կառավարությունը որոշում է կայացնում այս կամ այն հատվածը սահմանի հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների համագործակցությունն անընդհատ զարգացել եւ խորացել է, ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը։ Դրա ապացույցներից մեկն էլ երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն են։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությունը 6-օրյա այցով Հայաստանում են։ Պաշտոնական հանդիպումների շարքը մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովից։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովի նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց եւ անհետ կորած համարվողների խնդրին։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ։ Արմեն Խաչատրյանը խոսել է երկու երկրների խորհրդարանների սերտ փոխհարաբերություններից բարձր գնահատել բազմաբնույթ հարցերում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ցուցաբերած օժանդակությունը։ Խորհրդարանների միջև նույնպես շատ բարձր փոխհարաբերություններ կան եւ արդից օգտվելու ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դվինաս ձեր բարեկամական խմբին համապարփակ Հայաստանին աջակցելու եւ բազմաբնույթ հարցերում ձեր օժանդակությունը ցուցաբերելու համար մենք դա գնահատում ենք եւ դա շատ տեսանելի է։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը ազգային ժողովի պատգամավորները ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում մեր երկրի կողմից իրականացվող քայլերը կարևորվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններից ու տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին, այդ հարցում արժևորելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը։ Շատ երջանիկ ենք, որ կրկին Հայաստանում ենք։ Ֆրանսիայի ու Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ 2 տարի առաջ, երբ այցելեցինք Հայաստան, մթնոլորտը շատ ծանր էր։ Այս տարի այն տարբերվում է։ Կա անդոր։ Հայ պատգամավորները հյուրերին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, կարևորել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրագործումը, ինչը կնպաստի Հայաստանի եւ Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում նկատվում է անդոր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով Ժիլբեր Լյուկ Դվինասը ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը եւ քայլերը ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայաստան կատարած այցի շրջանակում մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկել համագործակցության տարբեր ուղղություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին եւ պատրաստակամ է շարունակել ու խորացնել գործընկերությունը տարբեր ոլորտներում։ Սակայն հատկապես կուզենայի առանձնացնել կրթության ոլորտը։ Հայ երեխաները դեռ մանկապարտեզից սկսում են սովորել ֆրանսերեն, եւ սա անկասկած կարևոր հիմք է մեր երկրների միջև բարեկամական կապերն ել ավելի ամրապնդելու համար։ Այս օրերի ընթացքում մենք այցելել ենք Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում համոզվել, թե ինչպիսի հաջողություններ են գրանցվել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։ Ինչքա, ինչքան ու թող։ Սկի, գործի տով։ Կամս դրկյա։ Հա։ Փողոն տամ բայց։ Հա։ Դե կարևորը դա է թակի փող տամ։ Հա։ Լավ բանը ես ինչ ասալով նա պիտի անվելի էտա։ Դու գիտես ես ինչ եմ ուզում։
Да, возвращение блудного сына, Այո։ Հնարավոր է ելիտես բանը ինգի դամը խակշ։ Մարտիրացրով էր արդեն շանսերը շտանում ականքիամ։ Հայ մուկ պիտի խոսենք դե, խոնց պիտի անենք ասե, գիտեմ։ Չէ, դուք պիտի պրոստո կյակ ներկայանաք ծապտակ։ Շամպանսկի պենչի պիրիպ տրեքցնե։ Ալա չէ, շամպանսկին տրեքցնան ու սեմսի 7-7-ը։ Տամազիլքինն հույս կա յանի լավայնն։ Վետի եշիմոտ։ Դե եշել եմ ձայն տալան։ Նվեր ընտրվենք լոխինդանը։ Ասացը դուժե ինտերլենը, պաշտոնիստին է չէ բանակում։ Ես ինչ ասալ։ Լոխինդանը։ Քոարևդ կծեմ։ Դու օրիքը սե շանտանանա։ Դե պիտի ժողովուրդն հավատան էլի։ Դե հինգի դամ։ Բայց մի պենում մտածում, ասում կարող է բյուրդան մերը ծերեն հետ միանա։ Տեստան հնարավոր է։ Կարող է, եթե կոալիցիայի հարցինի կարող է։ Դե ես տա կոզեմ, կոզեմ թե հենչինի։ Օրիշ ձև տրան հնար է անելը։ Լոխինդան արդր։ Պասպորտ փոխածա։ Լոխ պատրաստ, ընկնտանյոք հանդեր։ Շո, ուրեմն գրասենյակը Տերյանի 59-ը, 69-ը։ Բանում չէ տաորիշ կազմակերպություն ալի քաղաքային ուժը Հայաստանը։ Հա։ Տեղը։ Դա ինչա ախպեր, տա գուրտատ է մուրտատ է գայնում տեղ։ Չէ, տա քաղաքական բանն է պատրաստում ընտրությունների։ Գուրտատը վեր ազգերան կեն վախտանն է։ Դե հորայ էտերնալի պամի օրել մեր օրը լիքյա։ Իննական, ամայ պրազնիկ է վակիրական։ Հորայ, մեր բալակադալ սրանա լավալա շանտղային։ Հայր տոքոս։ Ունցուս։ Մարտական լիցկավորված։ Ասմա հնգերություն ունիմ լավ, բարիկամություն ունիմ, ու ինքոսկի սպասում են։ Պասլավա, ողտագորդ էլի բրատես։ Հետ ալի, ասմա ես ոզում վեր արտուր ինտեսամ գյատամ, գիմ չում հունց կապտիմ, ասմա ես չէ էլա մին իցունու նաղդա, մնացածը գիմ չում։ Չատա ոզում չնը կապի, ասմա ու հագին, մինիմալնին իցուն հոքի, ու ասմա ավլի շատ։ Լավ կուրուգոն էլի, ասմա խատյա ես ենում Ամերիկա, բացի իրան ընգերությունը, իրան պարիկամությունը պենում լոստեղ են, լի։ Հա, ուզում ասեմ, ընդգրկվենք այդ շարքեմ հետագայում վար կարանք իցեղ մի գործ մոր ճարենք, լի ընգիդամ, ինցանեմ։ Հետագա գործի մասին մտածում եք, դուք մեզ ընտրեցիք, չաչարվեցիք ընտրեցիք, համ գործմաններ, համ հողնաններ, համ տոննաններ։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Օգոստոսից երևի արդեն մաքրման աշխատանքներն էինք անում այգու, որտեղ ծառերը շատ էր, ինքը 20 տարի չի բնակեցվել այս տունը։ 3 տարբեր հասցեում վարձով ապրելուց հետո Ղարաբաղից տեղահանված ընտանիքը վերջապես սեփական տանն է ապրում։ Երկար փնտրտուքից հետո առանձնատուն են գնել, փոքրիկ հողամասով, սովորեն ընդարձակ տանը, առաջվա նման հողագործությամբ կզբաղվեն։ Այգի ծառեր ու ջերմոցային տնտեսություն, որտեղ առանց դրա չենք կարող սեփական տանը։ Հա, մենք ունեցել ենք դեռ ջերմոցներ ենք ունեցել, մեղուներ ենք ունեցել։ Սկսնակ ընտանիք ենք, բայց դա արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ 7 անձից կազմված ընտանիքը տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով 28 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատ է ստացել, ավելացրել են սեփական միջոցներն ու տուն գնել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Նորան դժվարանում է պատկերացնել, դեռ որքան պիտի վարձով ապրեին, եթե չլիներ պետական աջակցությունը։ Լուծում էր իհարկե, մենք մեր ունեցածով կարողացել ենք այսքանը ստեղծել, բայց տունը չենք կարող գնել։ Եկել ենք դատարկ ու փորձել ենք ստեղծել ոչնչից ստեղծել ինչ-որ բան։ 2 ննջասենյակ, ճաշասենյակ, խոհանոց ու կոմունալ բոլոր հարմարություններն արդեն կան առաջին հարկում, 5 ննջասենյակ էլ երկրորդ հարկում է, ընդհանուր մոտ 240 քառակուսի մետր մակերեսով։ Առայժմ տան միայն մի մասն են կարողացել նորոգել, բայց լուծել են ջեռուցման հարցը, ամեն ինչ սեփական ձեռքերով են արել։ Նորոգման աշխատանքներ շատ կան ընդ։ Էսի ենք այնքան որ սարքել ենք, որ բնակվենք, մինչև կարողանանք վերևի հարցն լուծել։
Չեն վհատվում, աստիճանաբար տունն ամբողջությամբ կնորոգեն, կարևորն աշխատանք ունենան։ 3 անչափահաս երեխական ընտանիքում այս պահին միակ աշխատողը Նորայի ամուսինն է, սկեսուրը կենսաթոշակ է ստանում, ամուսնու քույրը հաշմանդամության նպաստ։ Ընտանիքի 5 անդամները նաև կեցության ու այլ ծախսերի համար նախատեսված ամսական 30,000 դրամ պետական աջակցությունն են ստանում։ Նորան էլ աշխատանքի փնտրտուքի մեջ է։ Փորձում ենք հələ որ երեխեքի մեծացնել, պլաններն էլ այն որ ասում խաղաղություն լինի, ապրենք ու երեխեքը մեծացնենք։ Վլադիմիրը դեռ փոքր է, իսկ դպրոցահասակ աղջիկներն արդեն երազանքներ ունեն։ Դիզայներ կդառնան, բժիշկ թե խոհարար, դեռ չեն կողմնորոշվել։ Կարևորը իրենց սրտի ուզածը լինի։ Ընկերներն են, դպրոցը լավն է, հարկե դասատուները մի քիչ եղան են, բայց դա ավելի լավ է, մի քիչ sense դարձում են որ լավ սովորեն։ Գիտեն, պիտի լավ սովորեն, որ կարողանան նպատակներին հասնել, իսկ Նորան իր փոքրիկ բիզնեսը հիմնելու ծրագրեր է կազմում։ Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման պետական ծրագրին է մտադիր մասնակցել, որը սեփական գործը սկսելու համար դրամաշնոր շահելու հնարավորություն կտա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը։ Նա նշել է, որ չի անհանգստացել։ Մենք խելագար աշխարհում ենք ապրում, ասել է Թրամփը։ Հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում, որտեղ 45 տարի առաջ մահափորձ էր կատարվել նախագահ Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ։ Կասկածյալը 31-ամյա ուսուցիչ Քոլ Թոմաս Ալենն է, որը միջոցառման ժամանակ կրակ էր բացել անվտանգության անցակետի մոտ։ Ըստ գլխավոր դատախազ Թոդ Բլանշի, նա ամենայն հավանականությամբ թիրախավորում էր ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում նախագահ Թրամփին։ Կասկածյալի մոտ եղել է 2 հրազեն եւ դանակներ։ Հրաձգության ընթացքում վիրավորվել է գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը, կասկածյալը ձերբակալվել է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հակամարտության կարգավորման ներկա վիճակը։ Հանդիպմանը կմասնակցի նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ավելի վաղ Արաղչին այցելել էր Պակիստան եւ Օման քննարկել պատերազմի դադարեցման հարցը, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Ըստ իրանական լրատվամիջոցների Արաղչին ապրիլի 26-ին Օմանից վերադարձել է Իսլամաբադ, որտեղից էլ մեկնել է Ռուսաստան։ Տարբեր ԶԼՄ-ների աղբյուրները նշում են, որ Իրանը Պակիստանի միջոցով նոր առաջարկ է փոխանցել Միացյալ Նահանգներին։ Ըստ Ալ-Մայադինի նախատեսվում է բանակցությունների վերսկսում 3 փուլով՝ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի ավարտ եւ երաշխիքներ, որ Իրանի եւ Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Երկրորդ փուլը կկենտրոնանա Հորմուզի նեղուցի կառավարման հարցերի վրա, իսկ երրորդ փուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը, եթե առաջին 2 փուլերի շուրջ համաձայնություն ձեռք բերվի։ Իր հերթին նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան շրջափակման պատճառով Իրանի նավթային ենթակառուցվածքը մոտ 3 օրից կարող է պայթել, քանի որ արդյունահանվող նավթը պահելու տեղ չկա։ Միևնույն ժամանակ Իսրայելը եւ Հզբոլահը չնայած հրադադարին շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսրայելական հարվածներից Լիբանանում 14 մարդ է զոհվել, գրեթե 40-ը վիրավորվել։ Իսկ Հզբոլահի իրականացրած գրոհներից Լիբանանում տեղակայված իսրայելցի 1 զինվոր զոհվել է, 6-ը վիրավորվել։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Այնուհետև նախատեսվում են այցեր Ղազախստան եւ Ուզբեկստան։ Բաբիշը հայտարարել է, որ Չեխիային անհրաժեշտ են ուժեղ եւ կայուն գործընկերներ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների շարքում։ Բանակցությունների առանցքում կլինեն այդ երկրներից Չեխիան նավթի եւ գազի մատակարարման հարցերը։ Չեխական պատվիրակության կազմում են խոշորագույն մի շարք ընկերությունների ղեկավարներ։ 2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիան նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42%-ը։ Մալիի մայրաքաղաք Բամակոյում եւ այլ քաղաքներում ջիհադիստ զինյալները եւ անջատողականները մի շարք համակարգված հարձակումներ են իրականացրել ռազմաբազաների վրա։ Սպանվել է նաեւ երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարան։ Նրա նստավայրի վրա գրոհել է պայթուցիկներով բեռնված մեքենա, որի ղեկին եղել է մահապարտահաբեկիչ։ Պայթյունի հետևանքով փլուզվել է նաեւ մոտակա մզկիթը, մի քանի մարդ զոհվել է։ Երկրում երկօրյա սուք է հայտարարվել։ Ըստ Տուարեգյան խմբավորումների Կիդալ քաղաքում ռուսական կորպուսի ստորաբաժանումը հեռացել է իր ռազմաբազայից եւ քաղաքն անցել է տուարեգների վերահսկողության տակ։ Մալիի բանակն իր հերթին հայտարարել է, որ այդ շրջանում գործողությունները դեռ շարունակվում են։ Բախումների հետևանքով զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հրապարակվել։ Սյուզաննա Չրաղյան։
Համայնքային ոստիկանության Արտիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների տիրասներից ապրիլի 23-ին պարզվեց, որ փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ նախնական պայմանավորվածությամբ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում անչափահասների, խոստանալով գումար։ Այս գործակն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները։ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդը իրենց տան բակում չափահասներին վճարել է 10,000-ական, իսկ անչափահասներին 5,000-ական դրամ եւ խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։ Դեպքին առնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։ Ընտանիքի 4 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափաման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, նրա մոր եւ քրոջ նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Ապրիլի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3725 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 83 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 28, չամրակապած վարելու 328, առանց մանկական նստատեղի քարսիթի 40, վարելու ընթացքում ծխելու 388, վարելի սեռախոսից օգտվելու 128, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 115 եւ 1350 այլ իրավախախտում, 80 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 84-ը տեխնիկական զննություն չանցած, 42-ը լուսարձակների անսարքությամբ, 29-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14528 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 254 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 373, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 84, չամրակապված վարելու 3519, առանց մանկական նստատեղի քարսիթի 343, վարելու ընթացքում ծխելու 522, վարելի սեռախոսից օգտվելու 621, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 111, արագության գերազանցման 2342 եւ 4845 այլ իրավախախտում, 259 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի 688-ը տեխնիկական զննություն չանցած, 431-ը լուսարձակների անսարքությամբ, 159-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 9 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 39 անձ։